Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Սիրելի եկեղեցի, կարող եք նստել։ Շնորհակալություն փառաբանության թիմ ջան։ Ինչպես միշտ սքանչելի եք։ Կարող եք նստել, Տերը օրհնի ձեզ։ Փառք մեր Տիրոջը։ Ես, որ ինձ ասեցին առաջի անգամ զոհաբերություն խոսած, ես չէի պատկերացնում, որ կարամ կանգնեմ ու զոհաբերություն խոսամ։ Ու ես առաջի անգամ, որ խոսացել եմ, ես ստեղ ա եղել, ես բեմում ա եղել։ Բայց որ պատկերացնեի, որ կկանգնեմ խոսամ, փառք Տիրոջը, ու էլի նորից ես եկեղեցում ես բեմում։ Փառք մեր Տիրոջը, Տերը օրհնի ձեզ։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Ամիսներ առաջ եղբայրներով եղբայրական վիեզդ էինք գնացել Նավառասիսկ։ Մի քանի եկեղեցու եղբայրներով էինք, շատ լավ անցավ, փառք Տիրոջը, այնտեղից վերադարձանք փոխված, ամենքս մեր ձևով։ Շատ հետաքրքիր անցավ, շատ լավ էր, շատ այն Աստծո ներկայությունը շատ քաղցր ու զորավոր էր, փառք մեր Տիրոջը։ Այնտեղ եղբայրներից մեկը մի հատ հարց տվեց, հարցեր էինք տալիս, պատասխանում էինք, ու այնտեղ եղբայրներից մեկը մի հատ հարց տվեց Ղուկասի 12:31-ը, սակայն Աստծո արքայությունը փնտրեք, եւ այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ Ինչ է նշանակում ասավ։ Ու ցենց ինչ որ ոգևորվեցինք, եղբայրներով փորձեցինք պատասխանել, կարճ էր ժամանակը, լրիվ չպատասխանեցինք, ոնց որ ամենքս մի փոքր զրուցեցինք ու մեզ կանչեցին դուրս եկանք։ Ու դրանից հետո շատ եմ մտածել այդ բավով այդ ուղղությամբ, ուզում եմ իմ մտորումների մասին կիսվեմ ձեզ հետ։ Ինչ է նշանակում, սակայն Աստծո արքայությունը փնտրեք եւ այդ բոլորը ավելիով կտրվի ձեզ։ Դավիթը իր Սաղմոսում, Սաղմոս 96:8-ում, այս մի նախադասության մեջ այդ ամեն մի բառը շատ խորն է, որ այդ ամեն մի բառի մեջ խորանում ես, ինքը այդ ամեն պատասխանը տալիս է այդ բառը։ Սաղմոս 96:8 Տիրոջը տվեք իր անվան փառքը, ընծաբերեք եւ մտեք նրա սրահները։ Ինչ է ուզում ասի, որ այդ թագավորին ընտրեք, տվեք իրան անվան փառքը, որոշեք, որ ինքն է ձեր Տերը ու Փրկիչը։ Ու իր մոտ մտնելուց ընծաբերեք, տվեք ու մտեք իր սրահները։ Տիրոջը ընծատալը, Տիրոջ հաճելի ընծան նվերը, դա որն է։ Որն է Տերը ձգտում, Տերը ուզում ձեզանից։ Մի հատ հնդիկ այն ձիերով, փմփուլով հնդիկներից պահի բերումով հայտնվում է եկեղեցում։ Ու լսում է ինչ արել Տերը մեզ բոլորիս համար, իր համար, կպնում է սրտին ու ուզում է նվեր տա, անծատա։ Նայում է ինչ ունի ու տեսնում է զենք, որ իր համար շատ թանկ է։ Զենքը բերում է այդ գանձապահին հանձնում ու ասում է, այս զենքը ինչ շատ անգամ է իմ կյանքը փրկել։ Որ սոված եմ եղել, իմ ընտանիքը սոված եղել, ինձ համար որս է արել։ Այս զենքը ինձ համար շատ թանկ է։ Ես ուզում եմ նվիրեմ Տիրոջը։ Նվիրում է ուրախացած գնում է նստում, բայց հասկանում է, որ այդ քիչ է։ Այդ ամեն ինչը քիչ էր, ինչ Տերը մեզ համար արել է։ Մտածում է ու հիշում է, որ ձի ունի դրանը կապած։ Ու այդ ձին իր համար շատ թանկ է, որ նայեք հնդիկներն առանց ձիու չեն ելնում, միշտ ձիով են։ Ձին է իրանց տեղից տեղ փոխում։ Այս ձին վերցնում է բերում է նորից գանձապահի մոտ, ասում է, այս ձին, որ իմ տանը հիվանդ մարդ ալնում, ես այս ձիով եմ տանում բժիշկի կամ գնում եմ բժիշկ բերում կամ դեղ եմ հասցնում։ Այս ձին մեր կյանքը շատ է փրկել։ Այս ձին ինձ համար շատ թանկ է։ Այն որ արել է Տերը ինձ համար, ես ուզում եմ Տիրոջը նվեր տամ այս ձին, տալիս է էլի ուրախացած հետ գնում, նստում է ու էլի այդ սիրտ անհանգիստ է, էլի հասկանում է, որ քիչ է ու բացվում է իրան։ Ուրախացած վերակենում գնում գանձապահի մոտ ասում է հնդիկ է բերել։ Ես բերել եմ իմ կյանքը նվիրեմ Տիրոջը։ Ամեն ժողովուրդ ջան, եթե մենք մեր կյանքը չնվիրենք Տիրոջը, ինչ մեծության նվեր ուզում ա տանք, դա ոչ մի բան է Տիրոջ համար։ Ամենակարևոր բանն է, որ ընտրես Հիսուսին, քո Տեր ու Փրկիչ, ու տաս քո կյանքը իրան։ Ու նոր մտնես այդ սրահները, մտնես ու փառք տաս Տիրոջը։ Թագավորի մոտ սրահ մտնելուց ինչ են անում, երկրպագում են։ Սաղմոս
Հովանես 4:24-ում Աստված հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն։ Պետք է հոգով երկրպագենք։ Տերը ուզում է ճշմարտությունն ու հոգին։ Հոգին ճշմարտությունն է տալիս, ճշմարտությունով է երկրպագում։ Մարդն իր մարմնով, իր խոսքերով կարա կեղծավորություն անի, բայց հոգին չի կարա կեղծավորություն անի, հոգին ճշմարտությունն է տալի։ Ու երբ որ դու հոգով ես երկրպագում, Տերը ընդունում այդ երկրպագությունը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել Տիրոջ սրահները դա նշանակում է այդ Տերը այդտեղ ներկա է։ Ու դու մտնում ես վայելում այդ Տիրոջ ներկայությունը։ Դավիթը իր սաղմոսների մեջ ասում է իմ անձը ձգտում է, փափագում է մտնի քո սրահները, որովհետև Դավիթը վայելել էր Տիրոջ ներկայությունը ու ամեն մտնելուց էր վայելում Տիրոջ ներկայությունը։ Փառք մեր Տիրոջը։ Եգիպտոսի թագուհին որոշեց գատեսնի Դավիթի որդի Սողոմոնի սարքած տաճարը, Դավիթի որդի Սողոմոնի գիտելիքները, եկավ տեսավ, զարմացավ ու ասավ երանի այդ մարդկանց, որ մտնում են քու մոտ, քո տաճարու տեսնում են քեզ։ Բա որքան առավել է մեր Տերը, բա որքան երանելի ենք մենք, որ մտնում ենք մեր Տիրոջ տուն ու վայելում ենք մեր Տիրոջ սերը, մեր Տիրոջ ներկայությունը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել Տիրոջ տուն, մտնել թագավորություն, ինչ է նշանակում։ Ովքեր են մտնում։ Մատթեոսի 5:3 Երանի հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը։ Փառք մեր Տիրոջը։ Հոգով աղքատ ինչ է նշանակում, որ դու ձգտում ես, որ քո հոգին ձգտում է Աստծուն, այդ հոգուն, լցվի այդ հոգով, իմանա այդ հոգու մասին։ Կարդա այդ հոգու մասին։ Սրահներ մտնելը հենց այդ է, որ մտնում ես, որ վայելես Տիրոջը, լսես Տիրոջը, իմանաս Տիրոջ մասին։ Երբ որ Մովսեսը դուրս էր գալիս վրանների մեջից, Հեսուն մնում էր վրանների մեջ, որովհետև Հեսուն ուներ այդ կարիքը Տիրոջ։ Հեսուն հոգով աղքատ էր ու ձգտում էր ավելի շատ իմանա Տիրոջ մասին, ավելի շատ լցվի Տիրոջով։ Հոգով աղքատ նշանակում է այն ինչ դու աշխարհից լցված էիր, այդ ամեն ինչը թափես, հեռացնես քեզանից ու լցվես Տիրոջով։ Լցվես Տիրոջ տվածով, լցվես Սուրբ Հոգու տվածով։ Մենք մի հատ լավ օրինակ ունենք Պետրոս առաքյալը։ Մինչև Պետրոս առաքյալ դառնալը ինքը շատ բաների էր հասած, սովորած կրթված մարդ էր։ Ու Փիլիպպեսիների 3:5-6-ում մի հատ հանդիպում Տիրոջ հետ ու ամեն ինչ փոխվեց։ Ու այս Փիլիպպեցիների 3:5-6-ում ինքը տեսեք ինչա, ներկայացնում է ինչեր էր հասել, ով էր ինքը։ Լինելով 8-րդ օրը թլպատված, Իսրայելի ազգից, Բենյամինի ցեղից, Եբրայեցի ծնողներից Եբրայեցի, ըստ օրենքի Փարիսեցի, նախանձախնդրության փալածում է եկեղեցին, ինչ վերաբերվում է արդարությանը, որ բխում էր օրենքից, անարատ էի։ Ինչ է ուզում ասի այստեղ, որ լինելով 8-րդ օրը թլպատված Իսրայելի ցեղից, ազգից, Բենյամինի ցեղից, Եբրայեցի ծնողներից Եբրայեցի ուզում ասի, ես լրիվ Տիրոջ ժողովրդին էի պատկանում, ոչ մի ձևի, ոչ մի կողմից մարդ չկար իմ ազգի մեջ, ամբողջ իմ ազգատողմը Տիրոջինն էր։ Ու ինչ ասում, ես ծառայում էի այն եկեղեցուն, որը հալածում էր Աստծու ժողովրդին ու մտածելով, որ ինքը ճիշտ է անում, Աստծու համար է ծառայում։ Ինքը այդ այնքան էր հասել, ինչերի էր հասել, որ իրան թույլ էին տվել, որ ինքը հալածի ժողովրդին, գնա ու բռնի ու դատի։ Մեծ ծառայություններ էր հասել։ Ու ինչ ասում, այն արդարությունը, որը բխում է օրենքից անարատ էի, այսինքն ողջ օրենքը ինքը պահում էր։ Դա հեշտ չի պահելը։ Բայց տեսեք Փիլիպպեցիների 3:7-8-ում ինչ ասում,
Բայց այն ինչ օգուտ էր Քրիստոսի համար, ինչ օգուտ էր Քրիստոսի համար վնաս համարեցի եւ ամեն ինչ էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսին գերազանց ճանաչելու համեմատ նրա համար զրկվեցի ամեն ինչից որ աղբ եմ համարում որպեսզի Քրիստոսին շահեմ փառք մեր Տիրոջը նա այնքան էր մտերմացել Սուրբ Հոգու հետ այնքան էր լցվել Սուրբ Հոգով որ այդ ամեն ինչ աղբեր համարում ու ուզում էր էլի լցվի ու էլի լցվի ու այնքան էր լցվել այնքան էր մտերմացել Սուրբ Հոգու հետ որ մեր Պետրոս Աղրաքյալը իր թղթերի մեջ գրում է Պետրոսի 3:16-ում ասում է եւ ինչպես բոլոր նամակներում մեր Պողոս եղբայրը դրանցում խոսում է այս բաների մասին դրանցում մի քանի դժվարիմաց բաներ կան որ անուսներն ու թույլերը շեղում են մյուս գրքերի պես իրենց հոգիները կորստյան մատնելով նա այնքան էր Սուրբ Հոգու հետ մտերմացած որ հնես բաներ էր գնում որ ով չի ճանաչում Սուրբ Հոգուն չէին հասկանում ինչա գրեց ու շեղում էին այդ ամեն ինչը փառք մեր Տիրոջը մտնել արքայության մեջ նշանակում է շփվել Տիրոջ հետ շփվել Տիրոջ հետ ի՞նչ է նշանակում աղոթել զրուցել Տիրոջ հետ եթե չզրուցես եթե դու չաղոթես հայտնություն չես ստանա խոսք չես ստանա Տիրոջից փառք մեր Տիրոջը ես որ եկա այս եկեղեցի սենց սրտանց նվիրված ուզում էի ծառայեմ Հովիվը նկատելով այդ ամեն ինչը կանչեց ինձ ու ասավ ուզում ես ծառայես ասեցի հա դե ասավ ծառայի կարգու կանոնում մտալ ինձ նվիրված ծառայում էի Հովիվը ասավ դարձի կարգու կանոնի պատասխանատուներից մեկը ու շարունակելով նվիրված ծառայել մի օր Հովիվը կանչեց ինձ ու ասավ ուզում եմ որ խոսք խոսաս զոհաբերության խոսք խոսաս ասեցի Հովիվ ջան ու ես մարդկայնորեն մտածելով որ Հովիվը տեսնում ա ոնց եմ ես ծառայում նվիրված ու ուզում ա որ խոսքն էլ խոսամ ասեցի Հովիվ ջան ես այդ մարդ չեմ էլի ես չեմ կարող խոսամ ես կարամ ինչ երևացող բաներ անեմ խնդիր չկա ու ինչ ասես որ ուր ուղարկես խնդիր չկա անեմ բայց խոսալը դա իմը չի որովհետև խոսալը պետք է հնենց խոսա այն ձև խոսքեր ասի որ կպնի մարդկանց սրտերին որ Տիրոջ խոսքը հնենց ասի որ չաղավաղի, ճիշտ ձևով տա։ Ես ասի այդ մարդը չեմ։ Հովիվս մի քիչ այդ օրերին խառն էր, պետք է ջրի մկրտությունը լիներ։ Իր միտքը այդ էր, որ կազմակերպի ամեն ինչ նորմալ լինի, մեր Հովիվ գորը պետք է գար, մեր շատ սիրելի։ Եկավ Հովիվ գորը մկրտությունը լավ անցավ փառք Տիրոջը, մկրտվեցին շատ եղբայր ու քույրեր, փառք մեր Տիրոջը։ Դրանից գնալուց Հովիվ գնալուց մի քանի օր հետո Հովիվս զանգեց ինձ։ Ես հիշում եմ աշխատանքի էի Հովիվը զանգեց ու ասավ Գագո ջան դու պետք է զոհաբերություն խոսաս փորձեցի նորից նույն ձևի բացատրվեմ ասեմ որ ես այդ մարդը չեմ բայց Հովիվի խոսալուց ես հասկացա որ չեմ կարա հեռախոսով չեմ կարող ինչքան շարունակեմ ես հասկանում եմ որ ես վիրավորում եմ Հովիվին որովհետև հենց բաներ ասում որ ես Տիրոջից եմ ստացել որ դու պետք է զոհաբերություն խոսաս այսինքն ես եթե ասում եմ չէ Հովիվից եմ նեղացնում ես հասկանում եմ որ Հովիվից դրանով նեղացնում եմ բայց ես հասկանում եմ որ եթե լռեմ ես համաձայնվում եմ իսկ եթե համաձայնվեմ ես գիտեմ որ ես այդ մարդը չեմ ես չեմ կարող խոսամ ու ես հասկանում եմ որ հեռախոսով չեմ կարող խոսամ ու չեմ ուզում Հովիվը շարունակի ու ասում եմ Հովիվ ջան խնդրում եմ մի շարունակի կհանդիպենք խոսանք Հովիվը նորից շարունակում ես նորից եմ ասում խնդրում եմ մի շարունակի կհանդիպենք խոսանք որ տեսավ ես էլ եմ համառում իր նման համաձայնվեց ասավ Կիրակի օրը կհանդիպենք նոր կգնանք ծառայության հեռախոսը ադբոյ եմ տվելու աղոթում եմ Տիրոջը ես հիշելով Հովիվի այդ արդեն այդ ձև խոսալը ես հասկանում եմ որ եթե մերժեցի ես պետք է նեղացնեմ ես մի չեմ ուզում չեմ գովում Հովիվից բայց շատ եմ հարգում ու սիրում իմ Հովիվին ու միանշանակ չի ուզի որ նեղացնեմ ու աղոթում եմ Տիրոջ ասում եմ Տեր ջան ես ու դու ինձ լավ գիտենք Հովիվը ինձ տեսնում է որ ինձ ծառայում եմ ասենք նվիրված էտա տեսնում Հովիվը դրա համար ուզում բայց ես ու դու ասում եմ ինձ լավ գիտենք որ ես չեմ կարող խոսամ ես գիտեմ որ Հովիվից հետ երազներով խոսում ես խնդրում եմ մինչև Կիրակի իրան երազ գնա
ասա, որ ես այդ մարդը չեմ, էլի, որ ես գնամ էլ համոզելու բան չլինի, որ չնեղացնեմ, էլի, գնամ, որ պետք է ասեմ հովիվին, ասի, վсё, ես հասկացա, գնաք ու ծառայությունը ծառայի։ Վերջացնում եմ աղոթքս, գործ եմ անում ու չեմ կարող աշխատեմ։ Նորից մտածում եմ այդ ուղությամբ, ինչ պետք է ասեմ հովիվին, որ հովիվ ջան, ես չեմ կարող, ես որ խոսա մարդիկ կփախչեն, չեն կարող, չեն գա, չեն ձգտի գան եկեղեցի։ Սենց ու հասկանում եմ, հիշելով հովիվի խոսքեր, ես հասկանում եմ, որ դա անիմաստ է։ Այդ ասածներս անիմաստ է։ Ու նորից եմ Տիրոջ աղոթում, Տեր ջան, խնդրում եմ, դու ինձ լավ գիտես։ Եկավ մեր աբեդի ժամանակը, ու ես պետք է գնամ աբեդ առնելու, մեքենայով գնում եմ, մինչև գլխավոր ճանապարհին հասնեմ, այդտեղ այգի էր։ Ու ես էլի նորից աղոթում եմ, նորից Տիրոջն ասում եմ, Տեր ջան, դու լավ գիտես ինձ, ասում եմ, ես ոչ մի բան, ախր մի հատ բառ չեմ հիշում, այն զոհաբերություն խոսացողներից ոչ մեկից չեմ հիշում մի բան, որ ինչ են խոսացել, որ ես խոսամ, ես ախր դու լավ գիտես, որ ես չեմ կարող։ Խնդրում եմ, ասում եմ, չեմ ուզում ես նեղացնեմ իմ հովիվին, խնդրում եմ հովիվի սերած գնա։ Այդտենց աղոթելով գնում եմ ու լսում եմ, պարզ ժողովուրդ, կողքդ նայի։ Ու ես գիտեմ, որ կողքս պետք է նայեմ, նայում եմ աջ, ու տեսնում եմ մի զույգ կայլասկով մի հատ երեխա են տանում։ Ինձ ասում է վստահի ու հավատա, պարզ լսում եմ։ Ինձ համար են ամոթ էր, որովհետև մինչև այդ ով ասում էր Աստծու հետ զրուցել եմ, Աստված հետս խոսացել է, իմ մեջ ձեռ էի առնում, էլի իրան։ Հնենց ամոթ էր այդ լսելուց հետո չեք պատկերացնի։ Ու Տերն ինձ ասում է վստահի ու ինձ հավատա, այդ ձև ես քեզ կտանեմ։ Ֆռում եմ, կանգնացնում եմ մեքենան, չգիտեմ ինչ է իմ հետ կատարվում ու ասում եմ Տեր ջան, դու գիտես, որ ես քեզ հավատում եմ։ Եթե չհավատայի, ես քո տան ինչ գործ ունեի։ Ես քեզ հավատում եմ, վստահում եմ, բայց ես անգամ այդ առաջի քայլերը չգիտեմ, որ բարձրանամ բեմ ու դու ինձ տանես։ Ու մի հատ եմ լսում կողքդ նայի։ Նորից նայում եմ այդ երեխեն է ծնողների հետ, ասում է տես ինքը չի կարող, չէ՞ մանգա, չի կարող քայլի։ Բայց իրան տանում են, չէ՞։ Այդ ձև կտանեն։ Փառք մեր Տիրոջը։ Շփվել Տիրոջ հետ, զրուցել Տիրոջ հետ, որպեսզի Տերը քո հետ խոսա։ Բախի իմ հետ չի խոսում, բախի ես չեմ հայտնություն, շփվեք Տիրոջ հետ, աղոթեք, զրուցեք։ Զրուցեք, որ ինքն էլ ձեզ հետ զրուցի, ինքը ձգտում է ձեզ հետ զրուցելու։ Ուզում է, նրա ձգտումն է, նա մեզ ստեղծել է, որ մեզ հետ շփվի։ Մեզանից ինչ է պահանջվում, մենք զրուցենք մեր Տիրոջ հետ։ Ամեն վարքյան պատրաստ է մեզ լսելու։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է լցվել Աստծո խոսքով։ Լցվել Աստծո խոսքով ինչ է նշանակում, կարդալ Աստծո խոսքը, լսել Աստծո խոսքը։ Մատթեոս 4:4-ում մեր Տերն ասում է. միայն հացով չի, որ մարդը կկշտանա, չէ՞։ Կկշտանա այն ամեն խոսքով, որ դուրս է գալի Աստծուց։ Փառք իմ Տիրոջը։ Մի հատ եմ ուզում վկայեմ ու ապաշխարեմ։ Ես այդ նույն ֆիրմայում էի աշխատում, այդ նույն աշխատանքի վայրում էի աշխատում, մեծ ֆիրմա էր, մեծ շատ հարուստ մարդիկ էին այդ տերերը։ Ու իմ կինը աշխատում էր մի հատ փոքրիկ ցեխում, Կանդիծերսկի ցեխում, մի քանի եթե համեմատեինք այդ մեր ֆիրմայի տնօրեններին ու տեղի տնօրեններին, տարբերությունը շատ էր, նրանց համեմատ աղքատ էր։ Նոր տարվա մոտ ամսի 28-29 երևի այդ կարգի այդ օրերն էր։ Մեր նախավերջի օրն էր աշխատանքային, կնոջս վերջի օրն էր։ Այդ օրը մեր տնօրեններն եկան, շնորհավորեցին մեզ նոր տարին շնորհավորնի, մենք էլ կհանդիպենք հունվարի 5-ից հետո, մենք գնում ենք, դե հաջորդ օրը մենք կգայինք աշխատեինք առանց իրանց ու վերջ նոր տարի էր։ Աշխատանքը վերջացնելուց հետո իմ ընկերները թողնում էին ու գնում տուն, իրանց տունը մոտիկ էր։ Ես մեքենայով էի գնում էի փոխվում ու մեքենայով գնում։ Մի քիչ առաջ ընկա, ասեմ, որ իմ ընկերները աշխարհիկ էին, մեջներին ես էի հոգևոր ու ինձ համար դա գողությունը, դա միանշանակ չլսված ու չտեսնված բան էր վերջ։ Ու իմ ընկերներին էլ էի ես այդ հորդորում, որ չի կարելի գողանալ։ Ընկերներս էլ ինձ հարգելով, որ տեսնում են դու էլ ապրում ես այդ ձևով։ Միանշանակ ասածը թարգում են ու ընդունում են։ Ինձ հարգելով իհարկե իմ մոտ գողություն չէին անում, բայց միանշանակ
այդ սքանչելիքները, որ սատանան բերում, աշկով տեսնում ես ու ասում ես, չէ, ցանկանում ես։ Ես որ աշխատանքը վերջացրեցի, գնացի փոխվելու, այդ բային արագ կինը զանգեց, ասավ մենք էլ վերջացրեցինք, մեր տնօրենը կազմակերպեց, մի հատ սիրուն երեկո կազմակերպեց, բերեց հյուրասիրությունները արավ ու ամենքից 2000 ռուբլի տվեց։ Ու տեղ սատանան քնաչ մտքեր բերեց։ Ատբոյեմ տվել ու մտածում եմ։ Մեր տնօրենները այտենց թանկանոջ մեքենաներ են քշում, տներ ունեն։ Արաքսի տնօրենը ոչ մի բան նրանց դեմ։ Նա գնահատեց այդ արարքները 2000-ական մարդ, նրանք մեզ անգամ մի հատ 1000-ական նվեր չտվեցին։ Տո իմ ընկերները լավ են անում, որ գողանում են։ Տո ես է պետք է գողանամ։ Վաղվանից ասում եմ, պետք է այդ ինստրումենտները ես է գողանամ։ Ու ասում եմ, ասես մի կա գալիս։ Ինչի վաղվանից, հենց միկվանից ուսես նայում եմ աշխատանքային այդ ձեռնոցները դրած ու նոր ու մի քանի հատ սկոչ։ Այդ սկոչներն ու այդ ձեռնոցները վեր կարոտո ասի հենց միկվանից պետք է գողանամ։ Ասենց ուրախ, ասենց այն որ հաղթանակ ազմթում իմ հավատով վերցրեցի ու տարա մեքենաս դրեցի ու ասենց քշելով գալիս եմ ու իմ մտքում մի հատ ասենց գծագրեր եմ, թե ոնց եմ գողանալու շարունակությունը։ Ու Տիրոջից միանգամից խոսք եմ ստանում իմ մեջ, միանգամից Դավիթը, որ իմ սրտի մարդ էր, իմ ձեռքից չպրծավ, դու կպրծնես իմ ձեռքից, ներողություն խնդրելով մինչև տուն տանից մինչև գործի հաջորդ օրը բերել եմ այդ նույն բաները, նույն իրանց տեղերը դրել։ Եթե չկարդանք ժողովուրդ ջան, որտեղից պետք է Տերը մեզ հետ խոսի։ Սուրբ Հոգին տված է մեզ, որ մեզ հիշացնի մեր Տիրոջ խոսքերը, եթե չկարդանք, ո՞նց պետք է հիշացնի մեզ։ Փառք մեր Տիրոջը։ Այո, ամեն փառքերը մեր Տիրոջին են, փառք մեր Տիրոջը։ Մեր մարմինները սնուցում ենք հացով։ Ուտում ենք, կերակրվում ենք, որպեսզի մեր մարմինները զորանան, դիմանան մեզ, կարողանանք տեղից տեղ տեղափոխվել, կարողանանք ինչ-որ ծանր բաներ բարձրացնենք, կարողանանք քամիներին դիմանալ, ինչի՞ չէ։ Մեր հոգիներն էլ կարիք ունի սնվելու, կարիք ունի զորանալու, որպեսզի սատանայի բերած քամիներին, այդ սքանչելիքներին, այդ ցանկություններին, որ տեսնում ես ու ցանկանում ես ու ուզում ես քոնն լինի, դիմանանք։ Դուք պատկերացնում եք, շատերի նման անենք։ Մեր մարմինը սնուցենք մենակ կիրակի օրերը։ Գանք մենակ կիրակի օրը, որ ոնց են մարդիկ գալիս կիրակի օրը խոսքը լսում ու գնում են իրանց գործերով վնում։ Մենակ կիրակի օրը սնենք մեր մարմինները։ Ինչ կանենք։ Կհյուծենք։ Ուշ չենք ունենա, չենք կարա շարժվենք։ Նույնն էլ հոգին է։ Եթե մենակ կիրակի օրն ենք սնվում, թույլ ենք գտնում հոգևոր։ Ու երբ որ սատանան այդ մտքերը բերում է, հեշտությամբ ընկնում ենք այդ ծողակի մեջ։ Բայց որ ուժեղ ենք գտնում հոգով, այդ խոսքերը ունենում ենք մեր սրտի մեջ։ Ոնց Տերն ասավ, գրված է։ Մենք էլ ենք ասում, գրված է ու չենք անում։ Ոնց Տերը հիշացրեց ինձ ու փառք Տիրոջը, որ ես կարդացել էի, որ Տերը ինձ այդ հիշացրեց, որովհետև ես այդ գողությունն անելով հաջորդ գողությունն էի անելու ու Տիրոջից հեռանայի միանշանակ։ Այդ մեղքերը ինձ հեռացնելու էին Տիրոջից։ Սատանան հաղթանակած էր դուրս գալու, բայց փառք Տիրոջը, որ ես իրանով հաղթանակած դուրս եկա, որովհետև մեր Տերը հաղթած է։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է վստահել Տիրոջը։ Վստահել Տիրոջը, երբ որ խնդիրներ են գալիս, երբ որ ինչ-որ մի բանի համար աղոթում ես, վստահ ես, որ Տերը կպատասխանի։ Վստահ ես, որ Տերը ինչ ասել է, հավատարիմ է իր խոսքերի մեջ։ Երբ որ ինձ հովիվա օրը ասավ, որ օրը պետք է ես զոհաբերություն խոսայի, ես ոչ մի խոսք չունեի։ Հիշում եմ, սեպտեմբերի 17-ին պետք է խոսայի, ինքը մոտավորապես մի ամիս շուտ էր ինձ ասել, բայց ամեն օր մոտենալով ես լարվում էի, խառնվում էի իրար, խոսք չունեմ, ինչ եմ անելու, ոնց եմ անելու, բայց հիշեցի Տիրոջս ասած խոսքերը, հավատա ու վստահի,
Վստահի։ Ես վստահեցի ու այդ օրը ես խոսք ունեի։ Փառք Տիրոջը, այդ օրը ես կանգնեցի ու խոսքը խոսացի Տիրոջ։ Վստահել Տիրոջը նշանակում է հավատալ, որ Տերը կանի։ Վստահել, որ ինքը ինչ ասել է, հավատարիմ է իր խոսքին։ Պատկերացրեք այս ձև, տուն եք գալիս ու լուսամուտով նկատում եք, որ տանը մարդ կա։ Դուռը գալիս եք թխկացնում ու մի փոքր սպասելուց հետո չեք վերցնում ինչ-որ մի բան ու դուռը փորձեք ջարդեք, որ մտնեք ներս, չէ՞։ Նորից եք թխկացնում, սպասում, նորից եք թխկացնում, սպասում, համոզված ելնելով, որ տանը մարդ կա, այսա կլսեն ու կգան դուռը կբացեն։ Վստահել Տիրոջը նշանակում է այդ համոզված ելնելով, որ Տերը լսել է քեզ։ Տերը լսել է քեզ ու քո պատասխանը կտա։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայություն նշանակում է հավատալ Տիրոջը։ Հավատալ Տիրոջը ինչ է նշանակում։ Որ երբ որ աղոթում ես, հենց քո աղոթած պահից հավատում ես, որ Տերը լսեց ու Տերը գործում է։ Երբ որ դու ես գործում, մի փոքր սպասելուց հետո դու ես գործում, Տերը հետ է կանգնում։ Դե եթե դու ես գործում, ես իմ փառքը քո հետ չեմ կիսի, որովհետև ողջ փառքը Տիրոջինն է։ Ու երբ որ դու ես գործում, ձախողվում ես, միանշանակ ձախողվում ես։ Բայց երբ որ թույլ ես տալի, որ Տերը գործի, հավատում ես, որ Տերը լսել է քեզ։ Տերը քո պատասխանը տալիս է։ Շատ լավ օրինակ ունենք Դանիելը։ Մեծ խնդիր էր եկել Դանիելի։ Մի հատ մեծ խնդրի մասին էր մտածում ու ծոմ պահեց, 21 օր ծոմ պահեց։ 21 օրն անցնելուց հետո հրեշտակին Տերը ուղարկեց, որ պատասխանը տա։ Դանիելի 11-ից 4-ը կարդամ։ Պարսից Կյուրոս թագավորի 3-րդ տարում մի խոսք հայտնվեց Դանիելին, որին Բաղդասասար անունով էին կոչում, եւ խոսքը ճշմարիտ էր, եւ մեծ պատերազմի մասին էր, եւ նա ըմբռնեց խոսքը տեսիլքի միջոցով։ Այն օրերին ես Դանիելս սքի մեջ էի 3-7 օրեր, ախորժելի կերակուր չկերա, եւ միս ու գինի չմտավ բերանս, եւ բոլորովին յուղով չոցվեցի, մինչեւ որ 3-7 օրերը չլրացան։ Եվ առաջին ամսվա 24-րդ օրը ես մեծ գետի Տիգրիսի եզերքին էի։ Ունդեղ ասում է, որ հրեշտակը եկավ, հրեշտակը խոսեց իր հետ ու Դանիելի 10-11-ից 12-ը կարդամ։ Եվ ինձ ասաց, Դանիելին հրեշտակն ասում. Ով Դանիել, սիրելի մարդ, հասկացիր այն խոսքերը, որ ասում եմ քեզ, եւ կանգնիր տեղումդ, որովհետեւ հիմա քեզ մոտ եմ ուղարկվել։ Եվ երբ նա այս խոսքերն ասաց ինձ, ես կանգնեցի դողալով, եւ նա ինձ ասաց. Մի վախեցիր, ով Դանիել, որովհետեւ այն առաջի օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել եւ քո անձը քո Աստծո առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսեցին, եւ ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Փառք մեր Տիրոջը, մեր Տերը մեր կողքին է, ժողովուրդ ջան։ Ու երբ որ դու կապ չունի ինչի համար ես աղոթում ես հենց քո աղոթքի պահից, հենց առաջի պահից, Տերը լսում է քեզ։ Ու գործում է Տերը, գործում է քո կյանքում։ Սատանեն վախ է բերում այդ պահին։ Երբ որ խնդիրներ է գալիս, երբ որ դու չգիտես ինչ անես այդ ձև պահին, վախ է բերում Սատանան։ Բայց դու արհամարում ես այդ վախին։ Ես որ կանգնում էի զոհաբերություն խոսալու, այդ վախը կար, որ ես պետք է մոտենեմ այդ օրերը, որ ես պետք է կանգնեմ խոսամ, իհարկե այդ վախը կար։ Բայց ես գիտեի, որ իմ Տերը ինձ ասել է, հավատա ու վստահի։ Ես արհամարում էի վախին։ Դանիելի ընկերներին, որ ուզում էին գցեն կրակը, որ բերեցին կրակի մոտ կանգնացրեցին, չէին վախում, միանշանակ վախում էին։ Բայց նրանք կրակին նայելով համոզված էին, որ մեր Տերը Աստված ավելի մեծ ու հզորակ քան կրակը, ու հավատում էին, որ Տերը կգա ու իրանց կհանի կրակից, որ Տերը կփրկի կրակից։ Ու մեր Տերը երբեք իրան հավատացողներին ամոթով չի թողնում։ Երբեք, փառք մեր Տիրոջը։ Տերը ինքը իջավ ու կրակի մեջից հանեց։ Նաբուգոդոնոսորը կանչում է իր ծառաներին ու ասում է մենք 3 հոգի կապված մարդ չգցեցինք, ասում են այո ճիշտ է այդ քո ասածը։ Բայց ես ասում եմ տեսնում եմ 4 հոգի արձակված ման են գալիս։ 4-րդի դեմքն էլ Աստվածների որդու անման։ Տերը երբեք ամոթով չի թողում։ Հավատացողին Տերը երբեք ամոթով չի թողում։
ինքը ոչ թե ասավ կրակ, հանգի, այլ ինքը անձամբ իջավ ու այդ տղաներին փրկեց կրակից։ Փառք մեր Տիրոջը։ Ու երբ որ այդ խնդիրները սատանան բերում է, այդ մեծ, այդ առօրյա հոգսերը, այդ վախը որ բերում է, դու հենց հակառակվեցիր այդ խնդիրների լուծումը տրվում է։ Միանշանակ հակառակվեցիր, հավատացիր Տիրոջը, այդ խնդիրների լուծումը տրվում է։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է չվախենալ։ Վախը հավատքի հականիշն է։ Երբ որ վախում ես, քո հավատքը թուլացնում ես, ու սատանան լավ գիտի դրա մասին։ Մեր Տերն էլ գիտի, մեզ լավ իմանալով գիտի, որ խնդիրները եկան, հոգսերը եկան, ոնց պետք է անեմ, ոնց պետք է կոշիկ առնեմ, ոնց պետք է երեխեքիս հարցը լուծեմ, ոնց պետք է հաց առնեմ, ոնց պետք է վարձը մուծեմ, սկսում ես լարվել ու մոռանում ես Տիրոջը տարած հրաշքները։ Մեր Տերը դրա մասին լավ գիտի, դրա համար ասում է մի վախեցիր։ Մարկոսի 5:35-36-ում նա դեռ խոսում էր, երբ ժողովրդապետի տնից եկան ու ասացին. «Աղջիկդ մեռավ, էլ ինչ ես վարդապետին նեղություն տալիս»։ Հիսուսը հենց այս խոսքերը լսեց, ժողովրդապետին ասավ. «Մի վախեցիր, այլ միայն հավատա»։ Մեր Տերը այս խոսքերը մեզ համար է գրել, որպեսզի այդ ձև պահերին հիշենք իր խոսքը, որ նա մեր կողքին ու մեզ ասում է մի վախեցիր, որովհետև այդ ամեն հոգսերիդ լուծողը ես եմ։ Ասում է, եթե դաշտի խոտին մեր հայրը այդ ձևը հագցնում, որ այսօր կա վաղը գծվում է վարվում, հնոցն է գծվում, բա որքան առավել մեզ թերահավատներ ասում է, որքան առավել ձեզ կտա, մեկ վախենա։ Այդ վախը թուլացնում է, սատանան լավ գիտի, վախը բերում է, որ թուլացնի մեր հավատքը։ Մենք հավատքով հակառակվում ենք վախին։ Եկեք վստահենք, հավատանք մեր Տիրոջը, որ Տերը այդ հարցերը կլուծի, որպեսզի ոչ թե նմանվենք այն սերմը, որ գծվեց փշերի մեջ, ինչ ասում փշերի մեջ ընկածներին։ Մարկոս 4:18-19 Փշերի մեջ սերմանվածները նրանք են, որոնք խոսքը լսում են, բայց աշխարհիս հոգսերն ու հարստության պատրանքները եւ ուրիշ ցանկությունները ներխուժում են, խոսքը խեղդում են եւ անպտուղ են դարձնում։ Տերը լավ գիտի մեր խնդիրները, Տերը գիտի, որ այս աշխարհի խնդիրները այնքան շատ են, որ գալով վախ են բերում մեր կյանք։ Այդ վախը թուլացնում է այդ հավատքը։ Ու այդ վախը, այդ խոսքը մեզանից հեռացնում է ու մեզ գցում աշխարհի մեջ, այլ նմանվենք այն սերմին, որ ընկավ պարարտ հողի վրա, որ լսեց խոսքը, հավատաց խոսքին ու պտուղ տվեց, մեկը 30, մեկը 60, մեկը 100։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Այս խնդիրների մեջ մենք ունենք երկու տարբերակ։ Երբ որ այդ խնդիրները գալիս են ու դու չգիտես ոնց ես լուծելու այդ հարցը, ոնց ես ճարելու այդ գումարը, երկու տարբերակ ունենք։ Կամ գնանք մեծ ճանապարհով, որը մարմնին հաճելի է, հեշտ է, գողություն անել, պարկ վերցնել, խաբել, կամ գնալ նեղ ճանապարհով, որը մի քիչ դժվար է։ Մեր Տերն ասում է, մի քիչ դժվար է, բայց արժե այդ դժվարությունով անցնել, որովհետև դրա վերջը դրախտն է մեր Տիրոջ մոտ։ Արժե, գիտեք ինչ է նշանակում։ Նշանակում է ինչին պետք է հասնես, ավելին է, քան այն ինչի մեջով որ անցնում ես։ Քան էլ նեղությունները, այն դժվարությունները, որ դու անցնում ես։ Գիտեք ով ասում այդ ավելին է, այդ արժե։ Նա ով մեր կյանքը արժե համարեց, որ իր կյանքը տա հանուն մեր կյանքերի փրկության։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է գոհանալ Տիրոջից։ Ինչ է նշանակում գոհանալ Տիրոջից։ Երբ որ գոհանում ես Տիրոջից, դու հիշում ես, որ Տերը քո կյանքում ինչ որ մի հատ
հրաշք արել է ու գոհություն ես տալի այդ հրաշքի համար։ Երբ որ դու հիշում ես, այդ խնդիրները քո առաջին ոչ մի բան են։ Երբ որ մեծ չափերով այդ խնդիրը գալիս է քո առաջ կանգնում է, ասում ես մի փոքր ժամանակ առաջ էլ քեզանից ավելի մեծ խնդիրներ եկել։ Ու Տիրոջս արած հրաշքով, փառք Տիրոջս, այդ մեծ խնդիրը փոքրացավ ու ցնդեց, ոնց որ հիմա դու ես ցնդելու Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Փառք մեր Տիրոջը։ Գոհանում ես ու հիշում ես Տիրոջը տարած ամեն մի հրաշքը, պատմելով ժողովրդին, պատմելով դու համ իրանց հավատն ես բարձրացնում, համ դու չես մոռանում Տիրոջ արած հրաշքները։ Երբ որ ինձ ասում են խոսք խոսա, ու ես սկսում եմ մտածել ինչ պետք է խոսամ, հիշում եմ մի քանի ժամանակ առաջ կանգնել եմ խոսացել Տիրոջ տվածով, Տերը տվել է, ուրեմն էլի է տալու, ես վկայում եմ, այս ձև վկայում եմ, որ ես Տիրոջից լսել եմ ու Տերը իր ասածը մինչև հիմա տանում է ինձ, ինքը հավատարիմ է, մնում է ես հավատարիմ մնամ, ես հիշեմ Տիրոջս արածը ու պատմեմ, վկայեմ Տիրոջս հրաշքների մասին, ու այդ ժամանակ չես կարա ձախողվես, փառք մեր Տիրոջը։ Սաղմոս 103:2-ում Դավիթը ինչ ասում, օրհներգիր Տիրոջը ով անձիմ եւ մի մոռանա նրա բոլոր բարիքները։ Փառք մեր Տիրոջը։ Այդ ձև Տեր ունենալը երանելությունն է, որ ամեն պահի քու կողքին է, ամեն քու նեղ պահին։ Սաղմոսների մեջ ասում է, եւ Սիոնն ասաց, իմ Տերը ինձ հետ չէ, իմ Տերը լքել է։ Ու Տերն ասում է, արդյոք կատնակ երեխուն իր մերը կթողա, կլքի, անգամ եթե լքի, ես ձեզ հետ եմ։ Փառք մեր Տիրոջը, մեր Տերը միշտ մեզ հետ է։ Մեզ ինչ է պետք հավատալ ու վստահել մեր Տիրոջը։ Ամեն խնդիրների մեջ մեր Տերը ամեն խնդրից զորավոր է։ Երբ որ դու հավատում ես, քո կյանքում այդ հրաշքները գործում է Տերը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է ունենալ Աստծո երկյուղը։ Ինչ է նշանակում Աստծո երկյուղ։ Նշանակում է, որ դու հսկես քո խոսքերը, քո գործերը, քո քայլերը, որ չանես հնենց բան, որ կընկնես Տիրոջ ներկայությունից, որ քեզ կհեռացնես Տիրոջից։ Մեր Դավիթ թագավորը դրա մասին շատ լավ գիտեր։ Երբ որ մեղք գործեց, ու մարգարեն եկավ, ասավ, որ դու ես մեղքը գործել ես, ասում է բերանի վրա անկավ, ուրիշ ոչինչ չէր ուզում։ Փառք մեր Տիրոջը։ Ասում էր, դեն մի գցիր ինձ քո երեսից եւ քո Սուրբ Հոգին մի վերառնի ինձանից։ Փառք մեր Տիրոջը։ Որովհետեւ երբ որ հեռացավ Սուրբ Հոգին քեզանից, դու մեռածի նման մարդ ես։ Դրա համար պետք է ձգտենք անենք հնենց բաներ, որ Տիրոջը գոհացնենք։ Սաղմոս 112:1-ում ասում է, երանելի է Աստծուց վախեցողը։ Երանելի է, որովհետև նրա քայլերը հաշված, միշտ ուշադիր, որ հանկարծ ավել բան չանի, մեկի չնեղացնի, ընկածին ավելի չվերգցի, այլ ձեռքը գցի բարձրացնի։ Երանելի է այդ ձև մարդու հետ արժե ընկերություն անել։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ նշանակում է համբերել։ Համբերել ժողովուրդ ջան, երբ որ ինչ-որ մի խնդրի համար Տիրոջը աղոթում ես, համբերես իր պատասխանին, որովհետև այդ պատասխանը կարա մի օր հետո, մի տարի, 5 տարի, 10 տարի հետո տա։ Համբերես իր պատասխանին դու չգործես, որովհետև Տիրոջ տված պատասխանը քու մտածածից շատ առավել է։ Շատ առավել է։ Ես սենց մի քիչ
Այս մարդկայնորեն բացատրեցի ասեցի, բայց մեր Պետրոս առաքյալը շատ լավ ասում այս խոսքերը։ Եթե համբերենք, նրա հետ էլ կթագավորենք։ Փառք մեր Տիրոջը, ինչ է նշանակում նրա հետ էլ կթագավորենք։ Ինչ ինքը ունի, մերը կլինի։ Ինչ ինքը ունի, մեր Տերը ինչ ունի, սեր, համբերություն, խաղաղություն, հարստություն, այդ ամեն ինչը մերը կլինի։ Այս էլ մեզ պատասխան։ Են մեր եղբոր ասած հարցին, սակայն Աստծո արքայությունը փնտրեք, եւ այդ ամենը ավելիով կտրվի մեզ։ Ինչքան ուզում մենք մտածենք ինչ ունի Տերը, չէ, ավելին ունի մեր Տերը։ Ու այդ ավելիով է տրվում մեզ, երբ որ համբերում ենք ու Տիրոջ հետ թագավորում ենք։ Փառք մեր Տիրոջը։ Մտնել արքայության մեջ ինչ է նշանակում։ Նշանակում է ընդունել արքային քո Տեր ու Փրկիչ, ապրել իրանով, ոչ թե իրան դնել կյանքումդ ինչ-որ մի տեղ, առաջի տեղ, երկրորդ տեղ, այդ տեղերը կարաս դնես քո ընտանիքին, քո երեխեքին, քո ընկերներին, չգիտեմ, ինչ դու ուզում ես, բայց Տերը պետք է լինի քո կյանքը։ Դու պետք է ապրես Տիրոջով, ապրես Տիրոջ խոսքով։ Այդ է նշանակում, ու դու կունենաս ամեն ինչ Տերն ունի։ Մտնել արքայություն նշանակում է Տիրոջը ընդունել քո Տեր ու Փրկիչ, լինել աղքատ խոսքին, այսինքն ծարավ խոսքին, կարդալ խոսքը, աղոթել, շփվել Տիրոջ հետ, վստահել Տիրոջը, հավատալ Տիրոջը, չվախենալ խնդիրներից, գոհանալ Աստծուց, ունենալ Աստծու երկյուղն ու համբերել։ Այս ցանկը կարելի է շարունակել։ Երբ որ այս եղբայրը այս հարցը տվեց ու մենք փորձեցինք պատասխանել ինչ-որ sense ոգևորված ամեքս մեր ձևով, դե կարճ տևած այդ պահը, ու երբ որ մեզ կանչեցին դուրս էին գալիս, այս եղբայրը ֆռաց ու ասավ. «Իսկ դուք ապրում եք այդ կյանքով»։ Շատ դիպուկ հարց էր։ Ոչ մեկս պատասխան չտվեցինք։ Այսօր ես նորից այդ հարցը ինձ տալիս եմ ու ասում եմ. ես ձգտում եմ ապրեմ այդ կյանքով։ Ես ուզում եմ ապրեմ այդ կյանքով։ Ես փափագում եմ ապրել այդ կյանքով։ Ստացվում է իմ մոտ, ընկնում եմ, թե չէ։ Ընկնում եմ, նեղանում եմ, նեղվում եմ, նեղացնում եմ, ջարդվում եմ։ Բայց այդ ամեն ընկած պահին իմ հայացքը դեպի Տերն է։ Մեր հայացքը պետք է խաչն լինի։ Մենք պետք է ձգտենք Տիրոջ խոսքին, այդ պահին Տերը մեզ ինչ ասում։ Երբ որ քո հայացքը Տերն է, Տիրոջ ձեռքը երբեք չի կարճացի։ Տերը մեկնում է, քեզ բարձրացնում է, զորացնում է ոտերը, դու ասում ես նորից շարունակի վազել իմ անվան փառքի համար։ Տեսեք ինչ է ասում։ Հակոբոս 5:10 Եղբայրներ, չարչարանքի ու համբերատարության օրինակ ունեցեք մարգարեներին, որոնք Տիրոջ անունով քարոզեցին։ Երբ որ ընկնում ես, պետք է նայես ինչ են ասել։ Իրանք են ընկել։ Տիրոջ այդ զորավորները բոլորն էլ ընկել են։ Հաղթանակներ են ունեցել։ Այդ ամեն ինչը գրվել է մեզ համար, որպեսզի երբ որ ընկնենք, նայենք ինչ ասում Տերը։ Ես հիշում եմ մի պահ եղավ, որ ջարդվեցի, ընկա, ու այն ձև է ընկած, որ արդեն ուզում էի գամ ու հովիվին ասեմ, ես էլ չեմ ուզում ծառայել։ Այդ ձև ընկած էի, բայց գիտեք ինչ խոսք ինձ բարձրացրեց, զորացրեց։ Երեմիա 12:5 Եթե դու հետևակի հետ վազեցիր եւ նրանք քեզ հոգնեցրին, ապա ինչպես պիտի մրցես ձիրի հետ։ Ոնց որ Տերն ասեր, այս փոքր քամին որ եղավ, ընկել ես ու ջարդվել ու մտածում ես չես կարալու, բա որ այն փոթորիկները գան քո կյանք, ինչ ես անելու։ Ասի փառք քեզ Տեր ջան, երբեք չեմ հրաժարվի քեզանից ծառայելուց։ Ինչ ուզում ալնի, փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Եկեք կանգնենք աղոթքի։ Փառք քեզ երկնային արքա։ Շնորհակալ ենք Տեր ջան, քո այս խոսքերի համար, Տեր ջան, որ դու տալիս ես մեզ զորացնելու համար, Տեր ջան։
Շնորհակալ ենք քո այս խոսքերի համար, Տեր ջան, որ դու տալիս ես մեզ իմանալու, որն է ճիշտը, Տեր ջան։ Շնորհակալ ենք քո այս խոսքերի համար, որ դու տալիս ես, որ մենք քեզ ճանաչենք, Տեր ջան։ Բացի մեր հոգևոր աչքերը, Տեր ջան, մեր հոգևոր ակաժները, Տեր ջան, որպեսզի տեսնենք քո փառքը, Տեր ջան, որպեսզի լսենք քո խոսքերը, Տեր ջան, ու հասկանանք, Տեր ջան, որ դու մեզ շատ ես սիրում, Տեր ջան։ Այնքան սիրեցի, որ քո կյանքը տվեցիր, որպեսզի մեզ կյանք տաս, Տեր ջան։ Տեր ջան, շնորհակալ ենք այս խոսքերի համար, Տեր ջան, որ դու տալիս ես մեզ, Տեր ջան, որպեսզի լցվենք քո խոսքերով ու դատարկենք ուրիշ մարդկանց վրա, ովքեր քեզ չեն ճանաչում, Տեր ջան։ Տեր ջան, ճանաչեցրու քեզ մեզ, Տեր ջան, որպեսզի կարողանանք քեզ ցույց տանք, Տեր ջան, դուրս գանք ու ցույց տանք քեզ, Տեր ջան, որպեսզի քեզ փառավորողների թիվը ավելի ու ավելի ավելանա, Տեր ջան։ Դու արժան ես ամեն փառքի, Տեր ջան, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հավիտյանս, ամեն։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Փառք մեր Տիրոջը։ Մեր Կրասնոդարում շատ հայեր կան, որոնք Տիրոջը չեն ճանաչում։ Ու մեր կարիքն ունեն, մեր խոսքի կարիքն ունեն, ժողովուրդ, լցվենք Տիրոջով, Տիրոջ խոսքով։ Դուրս գանք ու ծառայենք մեր Տիրոջը, մենք կանչված ենք դրա համար։ Կանչված ենք, ծառայենք Տիրոջը։ Պատմենք Տիրոջ մասին, ցույց տանք Տիրոջը։ Դուրս գանք ու խոսանք Տիրոջ խոսքերը, որպեսզի մարդկանց սրտերը, այդ Երիքովի պատերը փլվեն ու գան դեպի Տերը։ Փառք մեր Տիրոջը։ Բարձրացեք ձեռքներդ, ընդունեք օրհնությունը, Հոր սերը, Հիսուս Քրիստոսի շնորհը ու Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ձեզ հետ ողջ շաբաթվա ընթացքում։ Գնացեք խաղաղությամբ։ Փառք մեր Տիրոջը։